Այսօրվա Ձեզ ամեն օր չենք տեսնում, բան Քոչուն նախաձեռնությունների հետ կապված ասում են այդ բանակի հաշվին հարստացած գեներալների գումարը բերեք բանակ եւ ոչ թե քաղաքական։ Ես համաձայն չեմ։ Ինչ է նշանակում բանակի հաշվին հարստացած գեներալներ։ Ով է ասողը դա։ Ասում են պաշտպանության բանակում Ով է ասողը դա։ Հասարակության մեջ նման։ Թող հիմա հիմնավորեն ապացուցեն, դրա համար կան իրավական օղակներ, որոնք որ աշխատում են, թող աշխատեն, ապացուցեն, հիմնավորեն, ով որ իհարկե տվյալ կտրվածքով է, իհարկե իր պատասխանատվությունը պետք է կրի եւ պատասխանատվություն հարստացել այդ գեներալը։ Կամ ինչ օրս քանիսն է պատասխանատվություն։ ով է հարստացել։ Անուններ են հնչում օրինակ Հայկաս Բաղմանյան, Յուրի Խաչատուրով։ Դա ասենք ընդհանուր խոսակցություններ են, որը որ անհրաժեշտ է հիմնավորել։ Իսկ ով է ապացուցողը։ Իհարկե։ Այսինքն նրանց աշխատավայրը հենց դա է եղել, այսինքն նրանց եկամտի աղբյուրը այսպես թե այնպես բանակը չպիտի լիներ, նկատի ունեմ աշխատավարձ իրավական կառույցներ, որոնք որ կարող են ոչ թե կարող են իրավունք ունեն ապացուցել, թող ապացուցեն, եթե յուրաքանչյուրը դրա հաշվին է, ուրեմն պատասխանատվության կենթարկվի։ Բայց իրավական համակարգը սահմանած է իշխանության հետ այդպիսի տեսակետ կա։ Չի կարելի այդպիսի եզրակացություն անել, չի կարելի։ Դուք երգում եք այդ փաստորեն Ինչ է։ Իշխանությունը եւ իրավական համակարգը։ Ես կարող եմ ձեզ տանել իմ տուն։ Եվ ցույց տալ ես ոնց եմ ապրում։ Գեներալների տուն տանեք, բան։ Ես կարող եմ տանել իմ տուն։ Եվ դա ասել, որ ոնց եմ ես ապրում, ցույց տալ, ամեն ինչ ցույց տալ, իմ երեխեքը որտեղ են սովորում, ինչ են սովորում, ոնց են սովորում, կարող է գնալ ծանոթանալ իրանց ընկերների հետ, իսկ ինչ որ վերաբերում է դուք ուզում եք ասեք, որ կա, եթե կան թող ապացուցեն, ինչ խնդիր կա։ Նախ զինվորական ծառայությամբ, անկախ նրանից, թե խոսքը գնում է գեներալների դեպի բնականաբար աշխատավարձ։ Մի քիչ չի կարելի։ Չէ, հնարավոր է զինվորական ծառայությամբ գնել եւ վարել այնպիսի շքեղ կյանք, ինչպիսին այսօր որոշակի զինվոր են։ Օրինակ վարում են Porsche Cayenne Magnus-ի մեքենա։ Հիմա Porsche մեքենաներ եւ ավելի բարձր համակարգի մեքենաներ են ապրում, մեքենաներ են ձեռք բերում ազգային, չգիտեմ, բոլորը ձեռք են բերում, ես չէի ասի որ ով է ձեռք բերում։ Բայց երկիրը գնալով աղքատարում է, բնակչությունը գնալով չի կարելի թենց էլ արտահայտություն անել, որ երկիրը վիճակագրությունն է ցույց տալիս, վիճակագրությունն է ասում որ ծանր է տնտեսության։ Իհարկե։ Ամենքան ծանր է, յուրաքանչյուր ընտանիք, առավոտը որ վերակենում, ասում է իմ վիճակը ծանր է, համապատասխան միջոցները ձեռնարկում, որպեսզի իր ընտանիքի վիճակը կարգավորի։ Ու արտագաղթում է։ Չէ ասի։ Բոլորը արտագաղթում են, թե չի կարող։ Դե բերք, տեմպեր այդպեսին են ցույց տալիս։